Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդերական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում ակրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту для каждого человека. Отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, դուք կարող եք գրել ձեր հարցերը, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, առողջական, կարող եք նաև տալ հարցեր, որևէ տեսակի նեգատիվ ձեր վրա կա, թե ոչ, իմ ուղի եթերները իրենք յուրահատուկ են, ես նման հարցերը նույնպես պատասխանում եմ, եթե ես տեսնեմ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը կապված է նեգատիվի հետ, ես դա նույնպես բարձրաձայնում եմ։ Многие мои подписчики, они русскоязычные люди, дорогие мои подписчики, каждую субботу, воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Вы тоже можете давать ваши вопросы на русском, я с вашим удовольствием и на ваши вопросы на русском буду отвечать. Дорогие мои подписчики, подписывайтесь на мои каналы, мои ритуалы, мои заговоры, предсказания. Они сохраняются на всех каналах, на YouTube, Инстаграме, на ТикТоке, на Телеграме, Одноклассники, Фейсбуке. Подписывайтесь на мои каналы, там много-много для вас информации, заговоров. Знаю, что много там для вас ритуалов, которые, я знаю, вам будет помогать во всем вашей жизни. Подписывайтесь на мои каналы. Սկսենք սիրելիներս, մեր հետերը դա կարող եք տալ ձեր հարցերը, դուք եք ակտիվ եղեք ձեր նվերներով, ձեր լայքերով, ձեր մեկնաբանություններով։ Սիրելիս գրեց այդ անունը չեմ հասկանում, Անե, Սանե, ավելի ճիշտ գրե, որպեսզի ես կարողանամ ձեր այդ հարցին պատասխանեմ։ Անունները գրեք հասկանալի։ Անի 31 տարեկան, երբ երեխա կունենաք։ Անի 31 տարեկան, երբ երեխա կունենաք։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Անի։ Սիրելի Անի, ձեր վրա կա նեգատիվ, որը չի թողնում, որ դուք երեխա ունենաք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ հնարավորություն կունենաք երեխա ունենալու։ Քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում, որ դուք կարող եք ունենաք բալիկ։ Այս նեգատիվը փակում է ձեր ազգը շատանալու, ազգը մեծանալու հնարավորությունը։ Ռադիվ 21 տարեկան, գործնական։
Ռադիկ 21 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռադիկի համար։ Ռադիկ 21 տարեկան գործնական։ Կա խնդիրներ, սիրելի Ռադիկ, կա խնդիրներ, կա դժվարություններ։ Գիտեք ինչ, ցույց է տալիս, որ կա խնդիրներ, բայց մի քվախեցեք, այդ խնդիրները ժամանակավոր են, մի քվախեցեք, մի հիասթափվեք։ Ճիշտ է, ձեզ թվում է, թե ձեր հաջողության ճանապարհը փակ է, սիրելի Ռադիկ, բայց Աստված ցույց է տալիս, որ դուք եթե առաջ գնաք 100% ունենալու եք հաջողություն, եթե նույնիսկ կա գործնական ֆինանսական խնդիրներ, դուք այդ գործնական ֆինանսական խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Մի քվախեցեք առաջ գնալուց, շարժվեք եւ հաղթանակներ կլինեն։ Գայանե 37 տարեկան անձնական։ Գայանե 37 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Սիրելի Գայանե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Կարինե 60 տարեկան ֆինանսական։ Կարինե 60 տարեկան ֆինանսական։ Սիրելի Կարինե, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ճիշտ է, ցույց է տալիս կա խնդիրներ աշխատանքի հետ կապված, ֆինանսական ոլորտի հետ կապված, բայց այդ խնդիրները հաղթահարելի են։ Ինչ-ինչ ձևով, ինչ-ինչ ճանապարհով, բայց դուք այդ ֆինանսական պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Սանի 27 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սանիի համար։ Սանի 27 տարեկան անձնական։ Սանի 27 տարեկան անձնական։ Սիրելի Սանի, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակներ որ կա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի Սանի, ձեր անձնական ոլորտում։ Էդիկ 24 տարեկան գործնական։ Էդիկ 24 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդիկի համար։ Էդիկ 24 տարեկան գործնական։ Սիրելի Էդիկ, ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն, եւ անձնական, եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Խնդիրներ եթե կան, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Սիրելի Էդիկ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ինչ նպատակներ ունեք եւ գործնական ոլորտում եւ անձնական ոլորտում դրանք կատարվելու են։ Շմավոն 23 տարեկան անձնական։ Շմավոն 23 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Շմավոնի համար։ Շմավոն 23 տարեկան անձնական։ Սիրելի Շմավոն, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուք դեռ երիտասարդ եք, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Վլադ 34 տարեկան
Վլադ 34 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վլադի համար։ Վլադ 34 տարեկան։ Սիրելի Վլադը, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա եւ անձնական ոլորտում կա խնդիրներ եւ գործնական ոլորտում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սիրելիս, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, մաքրվեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի մեջ կլինի այնպիսի հաջողություն, այնպիսի փոփոխություն, որ դուք ինքներդ զարմանալու եք։ Կարինե 30 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 30 տարեկան։ Սիրելի Կարինե, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեզք, ունեք նաև առողջական խնդիրներ, կա նաև անձնական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Կարինե, դուրս եկեք այս նեգատիվից, դուք դեռ երիտասարդ եք, դուք դեռ ժամանակ ունեք, ժամանակ մի կորցրեք, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սիրելի Կարինե, կա նաև առողջական խնդիր։ Այս նեգատիվը բերում է ձեր մոտ ֆիզիոլոգիական խնդիրներ։ Հերմինե Դավիթ, միասին կլինեք, թե ոչ։ Հերմինե Դավիթ, միասին կլինեք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա էմոցիա, կա կապ, Հերմինե Դավիթ, այո, դուք միասին կլինեք։ Կա մեծ էմոցիա, կա սեր, կա կապ, դուք միասին կլինեք։ Մանե 22 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մանեի համար։ Մանե։ Կա խնդիրներ, սիրելի Մանե, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Սիրելի Մանե, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա տոհմական անեզք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Փակված է ոչ անձնական դեստասվում, ոչ գործնականը, սիրելի Մանե։ Սիրվարդ յուրա, կլինեք միասին, թե ոչ։ Սիրվարդ յուրա, կլինեք միասին, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրվարդ յուրա, կլինեք միասին։ Կա խնդիրներ, սիրելի Սիրվարդ, սիրելի յուրա, այո, ճիշտ է, խնդիրներ կա, բայց այդ խնդիրները հաղթահարելի են, դուք կլինեք միասին։ Ռուստամ 26 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուստամին։ Ռուստամ 26 տարեկան։ Սիրելի Ռուստամ, կան երազանքներ, կան նպատակներ։ Գիտեք ինչ, սիրելի Ռուստամ, ձեր երազանքները, ձեր նպատակները եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում կատարվելու են, ձեզ ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ուղղակի մի քիչ ժամանակ է ցույց տալիս։ Առաջ գնացեք եւ ձեր դեմ կբացվի հաջողության ճանապարհը։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Մարութ Անի, կլինեք միասին, թե ոչ։ Մարութ Անի, կլինեք միասին, թե ոչ։
Մարութ անի կլինեք միասին թե ոչ։ Կախնդիրներ սիրելի Մարութ, սիրելի Անի։ Սիրելի Մարութ, սիրելի Անի ցույց է տալիս, որ տղայի վրա, Մարութի վրա կա թուղթուգիր, կա նեգատիվ, որը չի թողնում, որ Մարութը իր անձնական հարաբերությունները կարգավորի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր հնարավոր է, որ լինեք միասին։ Քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում, որ դուք կլինեք միասին։ Մարի 24 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիի համար։ Մարի 24 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Մարի։ Սիրելի Մարի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոմական անեզք, և անձնականն է փակված, և գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուք դեռ երիտասարդ եք և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քանի կա այս նեգատիվը, սիրելի Մարի, ինչ ձեռ եք տալիս, ինքը քանդվում է։ Շնորհակալ եմ, ես ձեզանից եմ շնորհակալ։ Կարինե 30 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 30 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Կարինե, անընդհատ ոնց որ փակ է ձեր դեմ ճանապարհները։ Գիտեք ինչ, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ, սիրելի Կարինե, բայց դուք այդ խնդիրները, դժվարությունները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ։ Սոֆիկ 45 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոֆիկի համար։ Սոֆիկ 45 տարեկան, առողջական։ Կա խնդիրներ սիրելի Սոֆիկ ձեր առողջական ոլորտում, բայց մի քվախեցեք, կա նաև լավացում, կա նաև ավագինում, անպայման կատարեք բժշկի ցուցումը և կլինի ավագինում, դուք կլավանաք, դուք կարողջանաք։ Նունե 27 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նունեի համար։ Նունե 27 տարեկան անձնական, սիրելի Նունե, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, սիրելի Նունե։ Եթե նույնիսկ խնդիր է կա, պրոբլեմներ է կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Ես ձեզանից եմ շնորհակալ ձեր տվերների, ձեր լայքերի, ձեր մեկնաբանությունների համար։ Կարլեն 30 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարլենի համար։ Կարլեն 30 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Կարլեն, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և անձնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, մի քվախեցեք, մի հիասթափվեք, մի հուսահատվեք, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում։ Սամվել 34 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար։ Սամվել 34 տարեկան։ Սիրելի Սամվել, ձեր կյանքի մեջ անակնկալ ուրախություն է մտնում, անակնկալ հաջողություն։ Գիտեք ինչ, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, թողնում եք անցյալում և ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհը։ Ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Սամվել, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Սամվել, անակնկալ ձևով, չսպասված ձևով դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար։ Էդգար 18 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էդգարի համար։
Էդգար 18 տարեկան։ Սիրելի Էդգար, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Էդգար, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Խաչիկ 36 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Խաչիկի համար։ Խաչիկ 36 տարեկան անձնական։ Սիրելի Խաչիկ, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչ երազանք որ ունեք, սիրելի Խաչիկ, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր անձնական ոլորտի հետ կապված, ձեր երազանքը կատարվելու է։ Գոհար 40 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Գոհար 40 տարեկան։ Սիրելի Գոհար, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր եւ անձնական է փակված եւ գործնական է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գոհար, եւ ձեր դեմ կբացվի ճանապարհներ, ձեր դեմ կբացվի հնարավորություններ։ Այս նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտները փակում է։ Անընդհատ խնդիրներ, անընդհատ պրոբլեմներ, ոչ մի բան չեք կարողանում երջանիկ ավարտի հասցնել։ Սիրելի Գոհար, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, Գայանե Արսեն 51 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արսենի համար։ Արսեն 51 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Արսեն, կա դժվարություններ, բայց այդ խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են։ Դուք եթե նույնիսկ խնդիրներ կա պետական ոլորտի հետ կապված, իրավական ոլորտի հետ կապված, ձեր կյանքի բոլոր ոլորտների հետ կապված, սիրելի Արսեն, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակ, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Աննա 35 տարեկան անձնական։ Աննա 35 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 35 տարեկան անձնական։ Սիրելի Աննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք, ձեր երազանք նպատակը կատարվելու է։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի Աննա։ Ալիտա 56 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ալիտայի համար։ Սիրելի Ալիտա, ձեր առողջական խնդիրը դա սովորական ֆիզիոլոգիական խնդիր չէ։ Ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը ձեզանից կողանում է ձեր էներգետիկան, որի պատճառով դուք ունեք այդ առողջական խնդիրը։ Որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի առողջացում, սիրելի Ալիտա, ոչ միայն պետք է բժշկի ցուցումները կատարեք, նաև պետք է դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, որպեսզի լինի լիարժեք ապաքինում։ Եթե չմաքրվեք, լիարժեք ապաքինում չկա, ընդհակառակը, քանի կնա, այնքան կվատանա։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն։ Կարեն 20 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Կարեն 20 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Կարեն։ Գիտեք ինչ, սիրելի Կարեն, կա դժվարություններ, բայց այդ դժվարությունները ժամանակավոր են, ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Հաջողություն է ցույց տալիս ֆինանսական ոլորտում,
հետագայում նաև հաջողություն կունենաք ձեր անձնական ոլորտում։ Գրեք սիրելի անուշ, չեմ տեսնում, երբ որ տեսնեմ կպատասխանեմ։ Գայանե 44 տարեկան անձնական, Գայանե 44 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Գայանե 44 տարեկան անձնական։ Սիրելի Գայանե, ձեր անձնական ոլորտում փակված է, ձեր ազգական ոլորտում խառնաշփոթ է, տարօրինակ իրավիճակ է, քաոս է։ Սիրելի Գայանե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը գողանում է ձեր անձնական երջանկությունը, ձեր անձնական հաջողությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից փակրեք եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Անժելա, քնությունդ կտակ թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Անժելա, քնությունդ կտակ թե ոչ։ Տեսնենք։ Դարապես սիրելի Անժելա, վախենում եք դուք ձեր այդ քնությունից, ձեր ներքին վախերը, դա ձեր ներքին վախերն է, ցույց է տալիս, որ ունեք վախեր, բայց մի վախեցեք, դուք ձեր քնությունը կտաք, ձեր վախերը փակում են առաջխաղացումը, մի վախեցեք եւ դուք քնությունը կտաք, սիրելի Անժելա։ Նինա 71 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նինայի համար։ Նինա 71 տարեկան առողջական։ Սիրելի Նինա, ձեր առողջական խնդիրը դա ոչ միայն սովորական ֆիզիոլոգիական խնդիր է, ձեր առողջական խնդիրը դա թուղթուկրի անեծքի արդյունք է, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապակինում, ոչ միայն պետք է բժիշկների ցուցումը կատարեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագյան կախարդանքը ձեր վրայից մաքրեք եւ կլինի լավացում, կլինի ապակինում։ Սա ոչ միայն ձեր վրա է, սիրելի Նինա, ձեր տոհմի վրա է, տոհմական անեծք է, երեխաների, ջահելների, երիտասարդների վրա։ Մաքրեք, որպեսզի լինի եւ լավացում, եւ առողջացում, որպեսզի ընտանիքի ազգի տոհմի մեջ լինի երջանկություն։ Քանի կա այդ նեգատիվը, սիրելի չեմ տեսնում առողջացում, չեմ տեսնում ապակինում։ Անպայման դիմեք էքստրասենսի։ Հովանես 23 տարեկան գործնական։ Հովանես 23 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Հովանես, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր եւ գործնականն է փակված եւ անձնականն է փակված։ Ինչին ձեր եք տալիս քանդվում է, ինչին ձեր եք տալիս փլուզվում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Հովանես, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Լուսինե 26 տարեկան անձնական։ Լուսինե 26 տարեկան անձնական։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակում է ձեր անձնականը։ Ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում։ Դուք էլ չեք հասկանում պատճառը կա տոհմական անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լուսինե, եւ կլինի անձնական երջանկություն։ Մոնիկա 33 տարեկան անձնական։ Մոնիկա 33 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մոնիկայի համար։ Սիրելի Մոնիկա, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։
Ռուզաննա Արմեն, ինչու ձեր զանգերին չի պատասխանում։ Ռուզաննա Արմեն, ընդհանրապես սիրելի Ռուզաննա, ցույց է տալիս, որ կա նեգատիվ, հնարավոր է եւ Ռուզաննայի, հնարավոր է եւ Արմենի վրա, որի պատճառով հարաբերությունները գնում են փակուղի, որբիսի հարաբերությունները կարգավորվի, որբիսի կապ լինի, որբիսի հարաբերությունները շարունակվի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Ռուզաննա, սիրելի Արմեն, նոր հնարավոր է զանգ, նոր հնարավոր է միություն, նոր հնարավոր է հարաբերություն։ Էմա 22 տարեկան անձնական, Էմա 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Էմա, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր մայրական ազգը անեծքի տակ է, եթե դուք ուշադրություն դարձնեք մորաքույրներ, քեռիներ, կան խնդիրներ, եւ անձնականի հետ կապված եւ առողջականի հետ կապված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուք դեռ երիտասարդ եք, անտեղ ժամանակ մի կորցրեք եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Աննա 25 տարեկան անձնական, Աննա 25 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Աննա, եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում էլ ֆինանսական ոլորտում էլ լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք, դրանք կատարվելու են։ Արտակ 32 տարեկան առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արտակի համար։ Սիրելի Արտակ, ձեր առողջական խնդիրը դա ոչ միայն ֆիզիոլոգիական խնդիր է, այլ ձեր վրա կա կախարդանք մագիա, որը ձեզ կանգնեցրել է նման առողջական խնդրի առաջ, որբիսի լինի լավացում, որբիսի լինի ապակինում, սիրելի Արտակ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի լավացում, կլինի ապակինում։ Իսկ եթե կա այս նեգատիվը, ընդհակառակը դունից բժիշկները չեն կարողանա ճիշտ ախտորոշում տա, չեն կարողանա ճիշտ բուժում կատարել։ Միլենա 22 տարեկան անձնական, Միլենա 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Միլենա, կա խնդիրներ, սիրելի Միլենա, ձեր անձնական ոլորտի հետ կապված, ձեր անձնականը չի ստացվում, անընդհատ հոգեբանական դժվարություններ, հոգեբանական խնդիրներ, սիրելի Միլենա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա տոհմական անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Այս նեգատիվը, սիրելի Միլենա, ձեր կյանքի գույնը փոխել է։ Կա հոգեբանական տրավմատիկ իրավիճակ, դեպրեսիա, դիմեք էքստրասենսի, սիրելի Միլենա, կատարեք մաքրման գործողություն, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ 134 տարեկան ամուսնություն, 134 տարեկան ամուսնություն, տեսնենք ինչ է ասում։ Կա խնդիրներ, սիրելի Հայկ, գիտեք ինչ, սիրելի Հայկ, ձեր անձնականի վրա մագիա կա, ձեր անձնականի վրա թուղթուգիր կա, դուք ցանկանում եք ամուսնանալ, բայց դա չի ստացվում, որովհետև ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Հայկ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում
ոչ միայն անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Գարիկ 26 տարեկան եւ կամուսնանակ։ Գարիկ 26 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գարիկի համար։ Կա խնդիրներ, սիրելի Գարիկ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, դուք ձեր երազանքները կատարվելու են, դուք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում ունենալու եք հաջողություն, կլինի եւ ամուսնություն, կլինի եւ լավ աշխատանք, ուղղակի մի քվախեցեք, առաջ գնացեք, մի հիասթափվեք եւ կլինի ամուսնություն։ Մոտ ժամանակներ է, սկզբից ձեր անձնական ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, հետո անձնական։ Սերոժա 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սերոժայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Սերոժա։ Սիրելի Սերոժա, ձեր մայրական ազգանեցքի տակ է, դուք ոչ միայն անձնական խնդիրներ ունեք նաև ֆինանսական խնդիրներ, գիտեք ինչ, կա նաև առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Սերոժա, դուք դեռ երիտասարդ եք, այս նեգատիվից մաքրվեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ավար 24 տարեկան, Մարտին 31, Մարտինի ընտանիքը ձեզ կընդունի թե ոչ։ Արվարդ Մարտին, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Դուք վախենում եք, գիտեք ինչ, սիրելի Արվարդ, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա թուղթուղիր, որի պատճառով նույնիսկ չեմ տեսնում, որ կլինի ամուսնություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դրանից հետո եւ Մարտինի ընտանիքը կընդունի եւ ամուսնություն կլինի։ Քանի կա այս նեգատիվը, սիրելի Ալվարդ, չեմ տեսնում ամուսնություն, չեմ տեսնում երջանկություն։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից։ Նոր կլինի երջանկություն, նոր կլինի ամուսնություն։ Էդգար 26 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Էդգար 26 տարեկան, ֆինանսական։ Սիրելի Էդգար, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր ֆինանսականը փակված է, ինչ-ինչ ձեռ եք տալիս, քանդվում է, փլուզվում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Էդգար, եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Սա ոչ միայն ձեր ֆինանսականն է փակում, սա փակում է նաեւ ձեր անձնականը։ Սուսի 22 տարեկան, կկարողանաք երեխա ունենալ թե ոչ։ Սուսի 22 տարեկան, Սուսի 22 տարեկան, ունենաք երեխա թե ոչ։ Այո, սիրելի Սուսի, դուք երեխա կունենաք։ Ճիշտ է, մի քիչ ժամանակ է ցույց տալիս, բայց դուք երեխա կունենաք, ձեզանից էլ աշկալ ու զանգ եմ սպասում։ Այո, ու եթերս վերջացնեմ, կարող եք զանգել։ Աննա 18 տարեկան, ֆինանսական։ Աննա 18 տարեկան, ֆինանսական։ Սիրելի Աննա, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանք նպատակները կատարվելու են։ Ձեր եւ անձնական ոլորտում է լինելու հաջողություն եւ ֆինանսական ոլորտում է լինելու հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար։ Սիլվա 21 տարեկան,
Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սիլվայի համար։ Սիլվա 21 տարեկան։ Սիրելի Սիլվա, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակում է ձեր երջանկության ճանապարհը, եւ անձնական ոլորտում կա խնդիրներ, եւ գործնական ոլորտում կա խնդիրներ։ Դուք եք զգում, որ կա խնդիրներ, դուք եք զգում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Սիլվա, բացեք ձեր երազանքները, ձեր նպատակների ճանապարհը եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Միլենա, երկրորդ երեխա կունենաք, թե ոչ։ Միլենա, երկրորդ երեխա եւ կունենաք։ Միլենա, սիրելի Միլենա, ուշադրություն դարձրեք, դուք կունեք առողջական խնդիր, որը հնարավոր է, որ ձեր երկրորդ երեխա ունենալու հնարավորությունը արգելափակի։ Ընդհանրապես, սիրելի Միլենա, ձեր վրա կա մագիա, որը կարող է եւ անձնական ոլորտում խնդիրներ բերի եւ առողջական ոլորտում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի եւ լինի երկրորդ երեխան, եւ լինի առողջություն, եւ լինի երջանկություն։ Այս նեգատիվը կամաց փակի, սիրելի Միլենա, փակելու է ձեր երջանկության ճանապարհը եւ երեխա ունենալու հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի անպայման, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից։ Շնորհակալ եմ։ Լուսինե, 45 տարեկան, տան հարց կլուծվի, թե ոչ։ Լուսինե, 47 տարեկան, տան հարց կլուծվի, թե ոչ։ Այո, սիրելի Լուսինե, ձեր տան հարցը կլուծվի, ձեզանից էլ աշկալուստանք եմ սպասում, այո, ձեր տան հարցը կլուծվի։ Եվգենիա, 37 տարեկան, անձնական։ Եվգենիա, 37 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Եվգենիայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Եվգենիա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատվածը, սիրելի Եվգենիա։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Նշան, 36 տարեկան, անձնական։ Նշան, 36 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի նշանի համար։ Սիրելի նշան, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Ձեր վրա թուղթուգիր կա, սիրելի նշան, որը փակում է ձեր անձնականը։ Արմինե, 40 տարեկան, անձնական, առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե, 40 տարեկան, անձնական, առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Սիրելի Արմինե, եւ առողջական ոլորտում, եւ անձնական ոլորտում լինելու է լավացում, դուք կապակինվեք եւ առողջական ոլորտում էլ հաջողություն կունենաք։ Ապակինում եմ տեսնում, լավացում եմ տեսնում։
Սիրելի Արմինե, շնորհակալ եմ Սոնա 18 տարեկան անձնական առողջական, Սոնա 18 տարեկան, կա խնդիրներ սիրելի Սոնա, կա խնդիրներ, բայց գիտեք ինչ, մի վախեցեք և ձեր անձնական ոլորտում և առողջական ոլորտում լինելու է լավ, մի վախեցեք, մի հիասթափվեք, կատարեք բժշկի ցուցումը և ապաքինում կլինի և անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Սիրելի Իրինա, գրեք ձեր հարցը, որպեսզի ես կարողանամ պատասխանել։ Շնորհակալ եմ։ Իրինա 37 տարեկան, ընդհանրապես ցույց է տալիս, որ սիրելի Իրինա, խնդիրներ կա, պրոբլեմներ կա, վախեր կա, որոնք որ չի թողնում, որ առաջ գնաք։ Սիրելի Իրինա, ձեր վրա և այդ մարդու վրա կա մագիա, որի պատճառով չեմ տեսնում միություն, որպեսզի լինի միություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս մագիայից, նոր դրանից հետո հնարավոր է, որ լինի միություն։ Չէ, սիրելի Իրինա, չեմ տեսնում միություն, որովհետև ձեր երկուսի վրա էլ կա նեգատիվ, որը չի թողնում, որ դուք լինեք երջանիկ։ Էրիկ 20 տարեկան անձնական, Էրիկ 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ է հարցում տիեզերքը, սիրելի Էրիկ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Էրիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։ Աննա 34 տարեկան անձնական, Աննա 34 տարեկան անձնական, սիրելի Աննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Աննա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, եթե խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Աննա։ Գևորգ 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գևորգի համար։ Գևորգ 35 տարեկան անձնական, սիրելի Գևորգ, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գևորգ, և կլինի անձնական, ձեր վրա թուղթուղիր կա։ Իրինա 35 տարեկան առողջական, Իրինա 35 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Իրինա 35 տարեկան, սիրելի Իրինա, դուք կապաքինվեք, կատարեք բժիշկների ցուցումը, դուք կապաքինվեք, դուք կարողանաք, լավացում ցույց է տալիս, ապաքինում ցույց է տալիս։ Գոհար 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Սիրելի Գոհար, ձեր անձնականը փակված է,
Դուք գիտեք, թե ձեր անձնականը պետք է կաշկավորվի, ընդհակառակը, քանի գնում այնքան վատանում է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից, սիրելի գոհար, եւ կլինի անձնական։ Աշխեն 32 տարեկան անձնական։ Աշխեն 32 տարեկան անձնական։ Աշխեն։ Սիրելի աշխեն, ձեր անձնական ոլորտում ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի աշխեն, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Ալինա Աշոտ, անձնական, տեսնենք ինչ է ցույց տալիս տիեզերքը մեր սիրելի Ալինայի Աշոտի համար։ Սիրելի Ալինա, սիրելի Աշոտ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Ես ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Արփինե Աշտուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Արփինե Աշտուր։ Սիրելի Արփինե, սիրելի Արտուր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը բերում է եւ ֆինանսական խնդիրներ, եւ անձնական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սամվել 52 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար։ Սիրելի Սամվել, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական, եւ գործնական։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Գայանե 33 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Գայանե 33 տարեկան, կա խնդիրներ սիրելի Գայանե, եւ ֆինանսական, գիտեք ինչ սիրելի Գայանե, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Գայանե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։
Փիրուզա 32 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Փիրուզայի համար։ Փիրուզա 32 տարեկան։ Սիրելի Փիրուզա, ինչ երազանք որ ունեք, ձեր երազանքը կատարվելու է, հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից դուրս եք գալիս, ազատվում եք, հաջողություն է ցույց տալիս սիրելի Փիրուզա։ Աննա 26 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 26 տարեկան։ Սիրելի Աննա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Աննա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Մարիամ 48 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Մարիամ։ Սիրելի Մարիամ, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաեւ վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաեւ օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցրեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզի սրտե նվիրում եմ։ Այսօր ավարտում եմ իմ ուղիղ եթերը, ում որ չկարողացա պատասխանել, կարող եք միանալ հաջորդ շաբաթ կիրակի մեծ սիրով ձեր հարցերին կպատասխանեմ։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։